Մի քանի հարց ունեմ, հարց դիտարկում քննարկման առարկա դարձնելու նյութ։ Առաջինը, ֆիքսված է, որ խորհրդատվության արժեքը 6000 դրամ է եւ դա համահարթեցված արժեք է։ Իմ գոլեգաները չեն թողի ստեմ, որ միանշանակ նույն կոնսուլտացիան չէ նորավարտ կլինիկական օրդինատորի եւ պրոֆեսորի, բժշկական գիտությունների թեկնածուի 10 տարի եւ ավելի ստաժով բժիշկի։ Հիմա հարց, այս շատ լավ է, որ մեդիան լուսաբանում է, ես ուզում եմ մեր քաղաքացին դա լսի անպայման, հարգելի քաղաքացիներ, հարգելի շահառուներ ապահովագրական համակարգի, եթե ձեզ համար միևնույնն է, ձեզ ինչ փորձով բժիշկ պետք է խորհրդատվություն անցկացնի, բուժի, սպասարկի, սիրով, խնդիր չկա, կարող եք 6000 դրամով գնալ խորհրդատվության, բայց գիտելիքը, տարիների փորձը, չքնած գիշերները, արած սխալները, սխալների վրա սովորածը, դա արժեք ունի, դա գին ունի, որը 6000 դրամի կեսի 30% մինուս 23% հարկ արժեքը չի, հավատացնում եմ բոլորին, իմ կոլեգաներն էլ դա գիտեն, պացիենտներն էլ դա գիտեն, մնում է պատկան մարմինները դա հասկանան, դա առաջինն է, երկրորդը, շատ անհանգստացնող է, որ Երևանի եւ մարզերի մատուցվող բժշկական օգնության սակագները տարբեր են, դա խտրականություն է, դա այլ կերպ չի կարելի կոչել եւ ես պատրաստվում եմ հենց այդ նկատառումներով, խտրական վերաբերմունքի նկատառումով նամակ հղել մեր գործընկերներին Եվրոպայի խորհուրդը Հայաստանում, ովքեր որ բժիշկներին պարտադրում են էթիկա պահպանել։ Այդ նույն մարդիկ պետք է միանշանակ արձագանքեն այս ոչ էթիկական խտրական վերաբերմունքի։ Նույն կառույցին պատրաստվում եմ նամակ ուղարկել, երբ պետությունը պացիենտի իրավունքը ընտրել իր բժշկին, օրենքի ուժով սահմանափակում է, չնայած դա ամրագրված է այլ օրենքով։ Եվ ես սպասելու եմ արձագանքին, դա երկրորդ դիտարկումն է։ Եվ երրորդ դիտարկումը, կոլեգաներ ջան, մենք խոսում ենք, որ ապահովագրական համակարգը բերում է իր հետ սոցիալական արդարություն, ինչը ցավոք, բայց մեր փորձագետները երևի թե ավելի այսպես օրհասական խնդիրների անդրադարձան եւ սոցիալական արդարությունը ոնց որ մնաց վերջում։ Հարց, որտեղ է գրված, որ մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը ավելի շատ հնարավորություն ունի սեփական գրպանից վճարելու բուժօգնության համար, քան 200,000 դրամից բարձրը։ Արդյոք դա սոցիալական արդարություն է։ Արդյոք տեղեկացված են պատկան մարմինները, որ գոյություն ունի աշխատող աղքատ եզրույթը, եւ շատ մարդիկ, ովքեր 200,000-ից ավելի ցածր աշխատավարձ են ստանում, հաճախ ընտանիքի միակ աշխատողն են, հաճախ աշխատող աղքատության եզրույթով կարելի է իրենց բնորոշել։ Արդյոք բուժաշխատողը, որ ստանում է 200,000 դրամից պակաս աշխատավարձ, արդյոք բուժաշխատողը ինքնին պացիենտ չի, կամ չի դառնում պացիենտ, կամ բուժաշխատողը առողջական որևէ խնդիր չի ունենում, արդյոք դա այդպես է։ Պատկան մարմինները թող դրան գնահատական տան եւ պատասխան տան։ Եվ վերջապես, ինչու է հաստատագրված 10,800 դրամ պահում աշխատավարձից, եթե ամբողջ աշխարհում պահվում է աշխատավարձից տոկոս, ոչ թե հաստատագրված գումար։ 220,000 դրամ աշխատավարձ ստացող մարդու համար 10,800 դրամը դա գումար է։ 1 միլիոն աշխատավարձ ստացող մարդու համար դա այդքան էլ շոշափելի գումար չէ։ Ուստի ինչու են համահարթեցված 1 միլիոն աշխատավարձ ստացողը եւ 210,000 դրամ աշխատավարձ ստացողը վճարում նույն գումարը եւ որտեղ է այդտեղ սոցիալական արդարությունը։ Ես ակնկալում եմ, որ մեր գործընկերները, ովքեր որ այսօր ստեղ են, մեր գործընկերները, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկա լինեն, պատկան մարմինների ներկայացուցիչները, կոմպետենտ մասնագետները, լրատվամիջոցները, կլինեն դա այսպես իշխանական լրատվամիջոց, ընդդիմադիր լրատվամիջոց, ապահովագրական համակարգը բոլորինս է։ Բոլորս ենք դրանով օգտվելու, բոլորս ենք շահելու կամ տուժելու։
Ես ակնկալում եմ, որ այդ բոլորը անդրադառնալու են սրան։ Ես ակնկալում եմ, որ նույնիսկ ազգային ժողովում են падգամավորները անդրադառնալու սրան, եւ եթե մեր առաջարկած փոփոխությունների փաթեթը չընդունվի եւ համապատասխան շտկումները չարվեն, մենք բոլոր հնարավոր կառույցներին, սկսած մարդու իրավունքների պաշտպանից վերջացրած արտաքին մեր դերակատարներով, համաշխարհային բանկով, որ $110 միլիոն տրանշա հատկացրել այս նախագիծը իրականացնելու համար, բոլորին գրավոր դիմումով ուղղելու ենք նամակներ, որպեսզի այս անարդար, թե սոցիալապես, թե ֆինանսապես, թե իրավական առումով անարդար համակարգը շտկեն, որովհետև դա իրականացվել է համաշխարհային բանկի տրանշով, դա իրականացվել է քաղաքական որոշում իրականացնելով, ոչ թե այսպես ասած համայնքների հետ աշխատանքի արդյունքում, դա իրականացվել է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ։ Եվ մենք մեր առաջարկները չընդունելու պարագայում միանշանակ գնալու ենք ազգային ժողովի լսումներին եւ հետո հաջորդ ինստանցիաները։ Այնպես որ, գոլեգաներ ջան, ես լսեցի ձեր բոլորի դիտարկումները, դժգոհությունները։ Եթե ցանկանում եք, որպեսզի մենք կարողանանք այս հարցը լուծենք եւ իրականում միահամուռ ուժով կարողանանք պայքարենք այս ամենի դեմ, բոլորդ էլ մտնելուց գրանցվել եք, խնդրում եմ ձեր գրանցված անվան կողքը մի հատ պլյուս դրեք, մենք ձեր հետ կապը պահենք, որովհետև սա ժողովրդական լեզվով ասած այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։ Սա մի անգամից չի լինում, սա համառ երկարատև պայքար է մեզ սպասվում եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք այնպես անել, որ մեր երկրում գործի առողջապահական համակարգ եւ այդ առողջապահական համակարգը ոչ միայն պացիենտների գոհունակություն առաջացնի իշխանություններից, այլ նաև բժիշկի գոհունակություն առաջացնի իր մասնագիտությունից։ Շնորհակալություն։